Միսկում պաշտոնական Բաքվի պահանջով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է իրեն Ադրբեջանին արտահանձնելու Բելարուսի դատախազության որոշումը։ Այս մասին Նովոստի լրատվական գործակալությանը հայտնել է Միսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը։ Ըստ նույն աղբյուրի դատարանում բողոքի քննությունը նշանակված է վաղը։ Բելարուսի դատախազությունից պարզաբանել են նաև, որ արտահանձնումը չի կատարվի մինչև դատարանի որոշում ընդունելը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել մամուլի ազատության մասին ուկրաինացի падգամավոր Վլադիմիր Արիևիի հեղինակած փաստաթուղթ անդրադառնում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումներին։ Բանաձևը նշում է, որ 2015 թվականի հունվարի սկզբներից ի վեր Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում սպանվել է 16 լրագրող։ ԵԽԽՎ-ն առանձնահատուկ մտահոգություն է հայտնում Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ։ Բանաձևը Անկարային եւ Բաքվին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումները լրագրողների անկախ լրատվամիջոցների, այդ թվում Ազատություն ռադիոկայանի Բաքվի բյուրոյի նկատմամբ եւ թույլ տալ խմբագրությանը գործել Բաքվում։ Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։ Գերմանիայում կառավարությունն ու կանցլերը նշանակվում են Բունդեսթագի ընտրությունների արդյունքներով։ Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2017-ի սեպտեմբերին։ Շուլցը այդպիսով մարտահրավեր է նետում կառավարության գործող ղեկավար Անգելա Մերկելին, ով արդեն առաջադրել է իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում։ Ընդ որում վերջին հարցումների համաձայն ձայների մեծամասնությունը կարող է ստանալ քրիստոնեա-դեմոկրատական եւ քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական բլոկը։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին, թե որոշ սենատորներ մտահոգություն են հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում Հեյլիի անփորձ լինելու կապակցությամբ, այդուհանդերձ նրա թեկնածությունը հաստատվել է կողմձայների մեծամասնությամբ։ Սենատում ավելի վաղ տեղի ունեցած լսումների ժամանակ Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է մկաններով խաղալ եւ որ Մոսկվայի հետ հարաբերություններում պետք է գործել առանձնահատուկ զգուշությամբ։ Նա դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայի արևելքում պատերազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունը, աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն միևնույն ժամանակ կիսում է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի օգնության կարիքն ունի ահաբեկչության դեմ պայքարում։ 44-ամյա Հեյլին հանրապետական կուսակցության անդամ է, Ամերիկայի ամենաերիտասարդ նահանգապետը։ Լիտվային ժամանել գերմանացի եւ բելգիացի զինվորականների առաջին խմբերը, որոնք պետք է ծառայեն այդ երկրում ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակում բաղկացած շուրջ 1200 զինծառայողից։ Փետրվարի վերջին երկիր կժամանի եւս 450 զինծառայող, ռազմական տեխնիկա եւ հրետանի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով դա պատասխան է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելքի անջատականներին աջակցելուն եւ Ղրիմը բռնակցելուն։